Star News-ը հետևեց Օձի լեզու հաղորդման հերթական եթերին, որտեղ Արան ու Մհերը անդրադարձան Վարդան Ղուկասյանի ազատագրման փաստին, որը վերջերս տարածվեց Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության կողմից առ այն, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է երկիր մուտք գործելու ժամկետի հետ առաջացած խնդրի պատճառով։ Մհերը արտահայտեց իր տեսակետը. Եթե հանկարծ Աստված մի արած է, Միացյալ Նահանգները որոշում կայացրեց Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստան կամ Ռուսաստան, նրա կյանքին հստակ կարող է վտանգ սպառնալ։ Ես վստահ եմ, որ մարդկային ողբերգության կարող ենք ականատես լինել։ Արա Ղազարյանը նույնակարծիք գտնվեց. Վարդան Ղուկասյանը մեր ժամանակների հերոսն է։ Հերոս և ճակերտներով, և բառի բուն ու փոխաբերական իմաստներով։ Նախկինում նման լեքսիկոնով քաղաքական գործիչ չէր կարող լինել, և նախկինում հայ-կանայք չէին կարող հետևել ու ոգեշնչվել նման հայհոյախառը ելույթներից։ Նա եկել ու ասել ա, որ թագավորը մեր կա։ Նշենք, որ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կամ ազատ կարձակվի, կամ կշարունակի կալանքի տակ մնալ։ Լաս Վեգասի դատարանը քննել է անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու։ Նախագահող դատավորը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք ազատության մեջ հայտնվելու է Վարդան Ղուկասյանը, թե շարունակելու է մնալ անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Ազատության հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ ԱՄՆ-ի մաքսային և միգրացիոն վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի, Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն առաջիկայում հրապարակի Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հարցի շուրջ որոշումը։ Նախկին ռազմական ոստիկանի շահերի պաշտպանող 4 ամերիկացի փաստաբաններից բաղկացած պաշտպանական խումբը դատական նիստի ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդության վերաբերյալ։ Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել էր՝ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին։ Հա ինչ, քիչ մարդ ա հայհոյում։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար։ Նա մեղքը, սակայն, չի ընդունում։ Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով խորհրդակցության սենյակ հեռացած դատավորը կոնկրետ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակի որոշումը։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, թե ամերիկյան օրենսդրության համաձայն, եթե կոնկրետ ժամկետ չի նշվում, ապա որոշումը հրապարակվում է 1-2 օրվա ընթացքում։ Ողջամիտ ժամկետը պետք է լինի 24 ժամվա ռեժիմով, մինուս պլյուսով, նշել է նա։ Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են մեկ ժամ շուտ, որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը ազատության մեջ։ Հրատապ եթերով ես այսօր դուրս եմ գալիս եթեր եւ չէ շարաշայելով ձեր համբերությունը, ձեզ եմ ներկայացնում Վարդան Ղուկասյանի բացառիկ կոչը իր ժողովրդին եւ այսպես Վարդան Ղուկասյան։ Ես արդեն զրել եմ ամեն անգամ ձեզանից որևից մեկը զանգահարում ինձ էստեղ բերում ասում գիտեք եթե այս մարդը կա ես չեմ գալու, այն մարդը կա ես չեմ գալու, Գայանը կա ես չեմ գալու, Պողոսը կա ես բավական է ինձ նման հարցերով ներկայացնել ասեք։ Իմ ասայի հավաքակը արդեն տեղի չի տալի, գործում է գնելու, ուզում եք օգնեք Վարդան Ղուկասյանին, մի մարդու նման եկեք հավաքվեք բողոք հայտարարեք, չկա Գայանը Մանուկյան, չկա Պողոս Պողոսյան, չկա Հարություն Հարությունյան, կա Վարդան Ղուկասյան, միայն Վարդան Ղուկասյան
Ղուկասյան, միակ մարդը, որից վախենում է Հայաստանի կառավարությունը։ Բավական է ամեն մեկը ամեն օր զանգահարեկից եւ դա Կայանե Մանկյան Պողոսյանցը դու նրան էլ թաղեմ, ոչ ունեկանելու երեկանեք գնացեք ձեր տաները թուք հանելով ձերանիցի ամի մերանիցի։ Թերիկ եղան բոլերավ իրար մի սուպտեք, թերիկ է։ Դեսակով։ Եվ այսպես, այո, պարոն Ղուկասյան, գործ ունենք անելու ու կանենք։ Ես հիմա դիմում եմ այն արդար բլոգերներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայ այս պայքարի մեջ, բայց ցավոք սրտի ինչ որ մարդիկ պիտակավորել են այդ մարդկանց աշխատանքը, առաջացնելով ինչ որ չափով հիասթափություն։ Հարգելի բլոգերներ, այդ մարդիկ, ովքեր պիտակավորել են ձեր աշխատանքը, դա չի ներկայացնում Վարդան Ղուկասյանի պաշտոնական տեսակետը։ Շարունակեք ձեր պայքարը։ Այն մարդիկ, ովքեր պիտակավորել են, թարգ տվեք, ինչպես դուք լսեցիք հենց Վարդան Ղուկասյանից, եկեք միացեք մեզ եւ պայքարեք հանուն արդարության եւ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի անկախության, որտեւ առանց արդարություն մենք երկար չենք կարող պահել Հայաստանի անկախությունը։ Այսպես եղել է հազարամյակներով, պակասել է միշտ մեր մեջ այդ արդարությունը եւ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը։ Հարգելի ժողովուրդ, կոչ եմ անում բոլորիդ, այսօր ժամը 12-ին գնալ Ամերիկայի դեսպանատները, ամեն մեկը ձեր երկրում, Հայաստանի ուպատոսությունն պահանջելով Հայաստանի ուպատոսությունից անմիջապես, անհապաղ դադարեցնել անարդար գործողությունները Վարդան Ղուկասյանի հանդեպ, իսկ Ամերիկայի դեսպանատներից պահանջելով արդար դատավարություն։ Մենք չենք պահանջում Ամերիկայի դեսպանատնից Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակում, մենք ճնշում չենք գործադրում, մենք պահանջում ենք արդար դատավարություն, արդար։ Այն մարդիկ, ովքեր այս կամ այն հանգամանքով չեն կարողանա ներկա լինել դեսպանատներում կամ հուպատոսության դիմացը, ժողովուրդ ջան, ես ձեզ համար անցյալ վիդեոին էլ ցույց տվեցի, այս անգամ էլ ցույց կտամ, կթողնեմ այս նամակը, որով դուք կարող եք դիմել Ամերիկայի պաշտոնյաներին, Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ես ես կամաց գիշնեմ, ժողովուրդ ջան, որ կարողանաք ծանոթանալ նորից բովանդակությանը, եթե ուզում եք կարող եք խմբագրել, եթե ուզում եք կարող եք ավելացնել ձեր անունը։ Ես այս նամակը նաև կթողնեմ այս վիդեոյի դեսկրիպցիոնում, հա, այդ բաժնում, ժողովուրդ ջան, եթե ուզենաք կոպի անել, կարող եք կոպի անել եւ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներին, պահանջելով արդար դատավարություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ես այս մարդու կամ մույս մարդու կամ այս կուսակցության թիմակիցը չեմ։ Ես պայքարում եմ հանուն արդարության, ժողովուրդ ջան։ Միացեք պայքարի հանուն մեր երկրի։ Կիսվեք այս վիդեոն բոլորի հետ, ժողովուրդ ջան, ինչքան շատ մարդ ենա, կիսվեք ձեր իմացած բլոգերների հետ, ում խոսքը որ պիտակավորվել է, որ իրանք էլ տեսնեն, որ այդ պիտակավորումները չեն ներկայացնում Վարդան Ղուկասյանի պաշտոնական տեսակետը, կամ միայն Վարդան Ղուկասյան։ Չկա այս, չկա այն։ Իսկ պիտակավորներ կպցնողներին եւս մեկ անգամ կոչով կդիմեմ, եկեք միացեք արդար պայքարի։